Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ ու YouTube-յան մեր ալիքի հետևորդներ։ Այսօր կապ ենք հաստատել Հայաստանի հետ եւ ունենք շատ բացառիկ հյուր, ես կասեի, հայրենասեր մեր Հայկ Կարապետյանն է մեր այսօրվա հյուրը։ Խնդրում եմ Հայկ ներկայացրեք, ինչով եք զբաղվում, քանի տարի եք այդ հարցերով զբաղվում եւ ասենք ձեր մեջ երբ այդ սերը առաջացավ այդ նման գործունեությամբ զբաղվելու։ Բարև ձեզ Արտյոմ ջան, շնորհակալ եմ հաղորդման հրավերի համար։ Մի քիչ փորձեմ երկար պատմեմ, որ մարդիկ պատկերացում կազմեն։ Ես Առնդրոն համայնքի հիմնադիրն եմ, Առնդրոնի մասին հեսա կպատմեմ, ընդհանուր պատմեմ իմ ոլորտի հանդեպ ունեցած այդ հետաքրքրվածության մասին ու ոնց է էլի ընդհանրապես այս ոլորտով սկսել զբաղվել։ Դե ոնց որ բոլորը դպրոց բանակում արդեն 20 տարեկանում ես ապրիլյան պատերազմը երբ որ սկսվեց, համարյա պետքա զորացրվի, այդ ընթացքում առաջին անգամ տեսա անօթաչու թռչող սարք, որը որպես կամիկադզե է օգտագործվում մեր դեմ։ Ու տեսա, հասկացա, գիտակցեցի ինքս, որ դա բավական լուրջ զենք կարող է ապագայում լինի ու արդեն զորացրվելուց հետո ոնց որ համալսարանիս կրթությունը շարունակելու հետ մեկտեղ արդեն փորձեցի այս ուղղությամբ քայլեր անել։ Ընդհանուր IT ոլորտը, տեխնոլոգիաները եւ այլն շատ է հետաքրքրել, բայց կոնկրետ դրոնների հանդեպ հետաքրքրվածությունը եղավ ապրիլյան պատերազմից հետո։ Ընդունվեցի ԱՏԾՄ-ում ԻՏԾՄ էր այն ժամանակ կոչվում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Իրանց կողմից դասընթացներ քառօրյա պատերազմի մասնակիցների համար մասնակցեցի, դարձա արդեն Արմաթի խմբավար։ Որպես Արմաթի խմբավար աշխատեցի երեխաների հետ ու այդ երեխաներին սովորացնելը բավական ինձ շատ հետաքրքրեց ու ինձ շատ էր դուր գալիս, որ ինքս սովորելով երեխաներին կարողանում եմ փոխանցեմ ու զգում եմ, որ ինչ որ կարևոր հարց եմ կարողանում լուծել, քանի որ Հայաստանում ինձ թվում է յուրաքանչյուր խնդրեմ կախված է այդ ընդհանուր կրթությունից, կրթության մակարդակը եթե բարձր լինի, յուրաքանչյուր խնդիր էլ մեր մոտ Հայաստանում շատ արագ կկարողանա լուծվի։ Ուղղակի կրթական ոլորտը զարգացնելը դա տարիների աշխատանք է ու շատ հաճախ արդյունքը միանգամից չի կարելի տեսնել, բայց այդ նպատակը ես ինքս իմ առջև դրել եմ ու Արմաթի երեխաների հետ սկսել եմ աշխատել։ Դրոնների ուղղությամբ համ ես ինքս եմ սովորել, համ իրանց եմ սովորացրել ու արդեն մոտ 8 տարի աշխատեցի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, այս վերջերս եմ դուրս եկել, բայց երեխաների հետ կապը կա ու ունեմ արդեն 8 տարվա աշակերտներ էլ, ովքեր իմ հետ այդ նույն ճանապարհը անցել են 10 տարեկանից մինչև 18 տարեկան ու ունեն գրանցած բավական լավ արդյունք։ Դրոններով հետաքրքրվածությունս ավելի զարգացնելու համար, ավելի շատ արդյունքի հասնելու համար արդեն 3 տարի է ունեմ իմ կազմակերպությունը, որի անվանումն է Առնդրոն համայնք, Առնդրոն Community։ Մի փոքր պատմեմ Առնդրոն Community-ի մասին։ Լավ, կներեք մի հարց այստեղ, իսկ Արմատը դա, ասենք, մեզ սփյուռքահայերիս համար, որ շատ ծանոթ չենք, ասենք, նման հայկական նախագծերը, դա պետական, ուրեմն կազմակերպություն է, թե մասնավոր ֆինանսավորվող։ Չէ, մասնավոր է, ինքը ոնց որ ինկուբատոր կազմակերպությունը, IT ոլորտի ընկերությունները անդամագրվում են այդ կազմակերպությանը ու ոնց որ իրանց համատեղ պրոյեկտը Արմաթ ինժեներական լաբորատորիաներն են։ Ոնց որ պետական ֆինանսավորումը աշխատանք է։ Ինչու որոշեցիք առանձնանալ, ասենք, զգացիք, որ ավելի զարգանալու, ավելի, ասենք, ուրիշ ճյուղ զարգացնելու հնարավորություններ են բացվել Հայաստանում։ Տեսեք, իրականում որպես անհատ, որպես Հայկ Կարապետյան, ով ուղակի որևէ կազմակերպության շարքային աշխատող է ու չունի ոչ մի աճի հնարավորություն, չունի ոչ մի ոնց որ ձայն էսպես ասված, ոչ մի խնդիր չի կարող լուծվել տվյալ կազմակերպության կողմից, անընդհատ դու նույն բանն ես անում ու լճանում ես, կարիք է լինում արդեն առանձնանալու, ստեղծելու քոնը, ապացուցելու, որ դու ի վիճակի ես անել ավելին, քան հիմա ես անում ու արդեն փորձել տանել ամեն ինչը անձնական կապերի վրա ու ոնց որ եթե դու նպատակ ունես ավելի լավ արդյունքի հասնելու, ավելի շատ ես աշխատում, այդ արդյունքը երևում է։ Եթե ավելի քիչ ես աշխատում, դա վնասում է քո կազմակերպությանը։
Այսինքն, այս դեպքում ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Եթե ես պետքա աշխատեմ մի կազմակերպությունում, որտեղ լավ աշխատեմ, արդյունք չլինի, հետո վատ աշխատեմ, մեղադրեմ այդ կազմակերպությանը, ավելի լավ է ես առանձին ունենամ իմ կազմակերպությունը ու այդտեղ ավելի շատ հնարավորություններ ես կունենամ ու ոնց որ ազատ կլինեմ իմ որոշումները կայացնելու մեջ։ Եթե ես որևէ երազանք ունեմ, որևէ ցանկություն ունեմ, ես գիշեր-ցերեկ պատրաստ եմ դա աշխատել ու իրականացնել ու ոչ մեկ չի կարող ինձ այդ դեպքում խոչընդոտ լինել։ Մոտավորապես պատկերացեցիք։ Այո, հիմա սրանից բխող մեկ այլ հարց, որքան հիմա ձեր community-ն, ձեր համայնքը որքան ուսանող ունեք, աշակերտ, ուսանող, ինչպես է կոչում։ Աշակերտներ շատ ունեմ, մի փոքր հերվից գամ ու պատասխանը տամ, ընդհանուր Arndron community ստեղծելու նախապայմանը, որ պատճառը որն է, քանի որ նույն ԱՏԾՄ-ում, որտեղ ես աշխատում էի, այդտեղ նշեցի, որ FPV դրոնների կիրառությունը բավական լայնամասշտաբ է աշխարհում, մինչև ռուս-ուկրաինական պատերազմը ես FPV դրոններով հետաքրքրվել եմ, սիրողական մակարդակում իհարկե, ու գիտակցել եմ, որ դա կարա լուրջ զենք դառնա ու բացի դրանից բավական լուրջ հմտություններ է պահանջում ու սովորելու ընթացքում բացի նրանից, որ դա հաճելի է, ասենք, դրոններով վարելը եւ այլն, շատ գիտելիքներ է տալիս երեխաներին։ Ու փորձել եմ ԱՏԾՄ-ի հետ պայմանավորվել, որպեսզի որևէ ինչ որ միջոցառումներ անցկացնենք, որևէ տենց փոփոխություններ անենք կտրուկ, որով որ կկարողանանք ադապտացվել ներկա ժամանակի իրողության հետ։ Բայց քանի որ բյուրոկրատական հարցերով եւ այլն շատ չմանրամասնեմ ինչ պատճառներով դա չէ իրականանում։ Ու ես արդեն որոշեցի, եթե ես նպատակը դրել եմ, ցանկություն ունեմ, պետք է ինքս անեմ, ու եթե ես ինքս անեմ դա լավ, կգտնեմ գաղափարակիցներ ու նույն ինպես sense այդ իդեայով վարվող մարդիկ կմիանան ու կօգնեն իրագործեմ դա։ Հիմա նոր ստեղծեցի արդեն Arndron համայնքը ու որոշեցի որևէ միջոցառումներ անցկացնել, օրինակ մրցույթներ։ Մրցույթներ անցկացնել Երբ եք ստեղծել կոնկրետ։ 3 տարի առաջ եմ ստեղծել, Իսկ հստակ որպես անցած։ հասարակական կազմակերպություն եք գրանցել, թե ուղղակի որ Այո, կոչվում եք։ չէ, հասարակական կազմակերպություն եմ գրանցել, իհարկե մինչև այդ 3 տարի գրանցվելը ես արդեն մտքումս ունեի առանձնանալու ու նոր բան ստեղծելու, բայց ոնց որ process-ը ավելի դանդաղ էր գնում, քանի որ համատեղում էի իմ աշխատանքի հետ, տարբեր բանակցություններ ու երկար աշխատանք եմ տարել, մինչև առանձին ինչ որ իմ կազմակերպությունն եմ սարքել։ Ու երբ որ սկսեցի արդեն որոշել այս ոլորտը զարգացնել կրթական սպորտային միջոցառումների միջոցով, հասկացա, որ առաջի տարվա մրցույթից ես էլ մասնակիցների հետ 12 հոգով ենք պատկերացնում եք ամբողջ Հայաստանում մատների վրա կարելի էր հաշվել ընդհանուր FPV դրոններով հետաքրքրվող ու մասնագետների։ Իհարկե կային առանձին մարդիկ, ովքեր, չգիտեմ, որևէ նկարահանումներ էին անում FPV դրոններով, ինչ որ առանձին թռիչքներ եւ այլն, բայց դրանք անհատներ էին ու մատների վրա կարելի էր հաշվել։ Որպես կազմակերպություն, առաջին անգամ FPV դրոներով զբաղվող, որպես կրթական սպորտային կազմակերպություն, որևէ միջոցառումներ անցկացնող, հայալեզու վիդեոդասեր ստեղծող, կոնտենտ ստեղծող կազմակերպություն, ես առաջինն էի, որ այդ խնդիրը նկատել էի ու ստեղծել էի։ Դրանից հետո միջոցառումը անցկացնելուց հետո հասկացա, որ մասնակիցներից մեծ մասը ոնց որ ռելոկանտ ռուսներ են ու պետքա ոնց որ այս ուղղությունը զարգացնել։ Սկսեցի անվճար դասեր անել։ 400 հոգու համար անվճար դասեր եմ արել, որպեսզի ոլորտը շնչի։ Գիշեր-ցերեկ մտածել եմ, թե կոնկրետ ինչ պրեզենտացիաներ պետքա սարքեմ, ոնց պետքա թիրախային ներկայացնեմ այդ մարդկանց, ում պետքա ներգրավեմ դասընթացներից։ Իմ միջոցներով, իմ անձնական միջոցներով ու ընկերոջս հետ համատեղ կարողացել ենք այդ մեր ֆինանսական ներդրումը անենք մեր գույքը կոտրվելու հաշվին մարդկանց սովորեցնել այս ոլորտը, որ մի փոքր զարգանա։ Հենց այդ 400 հոգու հետ դասընթացները արդեն արեցինք, պատկերացրեք 30 տարբեր խմբերի բաժանելով անընդհատ նույն դասերը Իսկ 6-7 որքան ամիս շարունակ տևողությամբ են այդ դասընթացները տևել։ Ինչքան է մի դասընթաց։ դասընթացները փուլային են ու այդ փուլային սարքելու նպատակը նա է, որպեսզի մենք հասկանանք ում հետ արժի ավելի առաջ գնալ, այսպես ասած։ Որովհետև մարդիկ երբ որ նոր գրանցվում են դասընթացին, իրանք ուղղակի իրանց ծանոթա միայն դրոն բառը ու դրոն բառը միանգամից ասոցացվում է լա պատերազմի հետ
գալիս են ու մտածում են, որ դա շատ հեշտ է ու սենց ինչ որ մի ամենաառաջի դասից ոնց որ մարդիկ պատկերացնում են, որ իրանք պետքա դրոն քշեն ու հենց արդեն այդ տեսական մասը անցնում են, հասկանում են դժվարությունները, այն մարդիկ, ովքեր պատրաստ են այդ դժվարությունների միջով անցնել, արդեն տեղափոխվեն երկրորդ, երրորդ փուլ ու այդպես դասընթացը զարգանում է այնքան, մինչև մարդիկ հնարավորություն ունենան, չգիտեմ, անգամ պրոֆեսիոնալ օպերատորից մինչև պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու այդ ճանապարհը իրանք կարող են անցնել, Իսկ այ կախված է որքան ձեր կարծիքով որպես մասնագետ, եթե երեխան հետաքրքրված է կամ պատանին կամ նույնիսկ հասուն մարդը հետաքրքրված է, ասենք, տրոնի օպերատոր դառնալու, այդ ըստ ձեզ որքան ժամանակ է պետք նորմալ օպերատոր դարձնելու համար այդ մարդուն։ տեսեք, շատ կախված է մարդու տեսակից, թե ինչքան ինքը պրպտող, ուսումնասիրող, այդ ոլորտով հետաքրքրված է, եթե մարդը пассив է, միջինում տենց մի 5-ից 6 ամիս պետքա, որ ինքը հասկանա իրան ոնց որ այդ ոլորտը ինչ է իրանից ներկայացնում ու ուզում է շարունակի, թե չէ։ Եթե բավական տենց ինտենսիվ է սովորում, 4 ամիսը, 5 ամիսն էլ է բավական, բայց Եկեք եթե համենայն դեպս բավական աշխատատար եւ ոչ միայն ֆինանսական ներդրումներ պահանջող, այլ շատ ջանքեր, անձնական ջանքեր, հետաքրքրություններ, ուրեմն հետաքրքրություն են անհրաժեշտ, որ այդ մարդուն կոնե, ասենք, դարձնես ամենամինիմում պայմաններին բավարարող տրոնի օպերատոր։ Լավ, եկեք ուրեմն մեր հարցազրույցը մի այլ ուղղությամբ տանենք։ Նախ խնդրում եմ ներկայացրեք Կիրակի օր առաջին անգամ Հայաստանում կազմակերպված այդ գեղեցիկ սպորտային մրցաշարի մասին, ինչ մասնակիցներ ունեք։ Խնդրում եմ շատ հակիրճ ներկայացրեք, թե քանի տրոններ են ուրեմն օգտագործվել այդ մրցաշարի ժամանակ, ասենք քանի մարդ է գրանցվել, ինչպիսի պետություններ էին ներգրավված։ Ես վստահ եմ, որ մեր լսարանը կարող ենք օգտագործել ու կոչ անել Սփյուռքի մեր համայն հայությանը, ովքեր որ ասենք լավ օպերատորներ են, նման ոլորտի լավ մասնագետներ են, նաև ձեր հետ կապ հաստատել, ես հղումներում կտամ նաև ձեր ուրեմն տվյալները, որպեսզի մարդիկ անձամբ ձեր հետ կապնվեն, փորձի փոխանակություն Սփյուռքի օպերատորների հետ եւ այլն, որ կարողանաք, ասենք, ձեր այդ նախագծերը, ինչու՞ չէ նաև ֆինանսական գուցե նաև աջակցություն կարողանանք ձեր համար Սփյուռքից ուրեմն ներգրավել։ Հիմա այ առաջին հարցը խնդրում եմ հակիչ, որովհետև մենք այսօր շատ հետաքրքիր հարցեր ենք միասին քննարկելու, պատմեք ձեր այդ առաջին հետաքրքիր միջազգային նույնիսկ կարելի է անվանել այդ սպորտային միջոցառման մասին ու անցնենք առաջ։ իհարկե։ Այս տարի երրորդ անգամ անցկացրեցինք Minivub Drone Racing 2025-ը։ Minivub-ը դա փոքր դրոններ են ձեռքի ափի մեջ տեղավորվող, շատ հաճախ մարդիկ, ովքեր ոլորտից չեն հասկանում, մտածում են, որ դրանք խաղալիքներ են ու սենց ոնց որ լուրջ տպավորություն չի թողնում, բայց աշխարհում ովքեր որ այս ոլորտով զբաղվում են, իրանք տեղյակ են, որ այդ փոքր դրոններով մրցելը փակ տարածքում սահմանափակ այդ արգելքների միջով անցնելը բավական դժվար է ու շատ հմտություններ է տալիս երեխաներին ու այդ միջոցառումների նպատակը այն է, որ կրթական սպորտային միջավայրը զարգացնելով, այդ մրցակցային միջավայրը ստեղծելով երեխաներին այսպես ասած ստիպենք իրանք ավելի լավը դառնան ու կարողանան միջազգային հարթակներում մեծ սարքերով նաև մասնակցեն։ Աշխարհագրությունը այս տարի հետևյալն էր. Վրաստան, Բելոռուսիա, Ռուսաստան, Ղազախստան, դե մեր արդեն հայ մասնակիցները եւս։ Պատկերացրեք, այս տարի առաջի տարին որ սկսում էի նշեցի, որ 12 հոգի էինք, այդ թվում նաև ես էլ էի մասնակցում, որպեսզի թիվ լրացնեի ու հիմնականը 4 մասնակից ունեինք Հայաստանից, մնացած բոլորը ռուս ռելոկանտներ էին, դա առաջի տարին։ Երկրորդ տարին ունեցանք արդեն 50 մասնակից, 50-ից մոտ 40-ը հայ էին ազգությամբ, իսկ արդեն այս տարի ունենք 80 հայտ, առաջին անգամ անցկացրեցինք մրցույթը 2 օրով, այսինքն նախընտրական փուլով։ Նախընտրական փուլի ընթացքում արդեն եզրափակիչ անցան, նախընտրական փուլից հետո եզրափակիչ անցան 40 մասնակից։ Այսինքն թե աշխարհագրությունն է մեր մոտ աճում, թե լոկացիան, ասենք, ամեն անգամ ավելի գեղեցիկ վայրեր ենք ընտրում, կարողանում ենք տարբեր ձև պայմանավորենք մարդկանց հետ, ու նաև արդեն երկրների քանակն է ավելանում։ Ու այս տարի ես բավական ջանք եմ թափում, որ ամեն երկրից գոնե մի պրոֆեսիոնալ մասնագետ կամ որևէ մի ֆեդերացիա գա, տեսնի մեր պոտենցիալը, մեր նպատակները ու փորձենք արդեն մեր աշխարհագրությունը այնքան մեծացնենք, որ աշխարհի մակարդակով մրցենք։ Հայաստանում էլ պետք է մրցենք, մրցույթներ ունենանք, մարդիկ իրար մեջ իրար ճանաչեն, բայց մեզ պետք է նաև աշխարհում ճանաչեն։
Լավ, Շատ գնալ Հայկ ջան, մասնակցել։ ուրեմն անցնենք մեր ուրեմն ամենօրյա ցավոտ հարցերին եւ հիմնախնդիրներին։ Ուրեմն մենք ունենք Պետախտիկվայի Մարամ Այվազյանը, որը մեր համայնքի Պետախտիկվայի հայկական համայնքի անդամներից մեկն է, մեր Իսրայելի կենտրոնում ապրող հայրից մեկն է, Արամին շատ երկար տարիներ ենք ճանաչում ու Արամը ինձ պատմեց ձեր մասին եւ ասաց, որ նաեւ ինքը Իսրայելից տեղափոխվել է հիմա Հայաստան այս պատերազմի պատճառով եւ լուրջ համագործակցում եք միասին։ Գիտեմ, որ Արամը շատ երկար տարիներ հենց ԱԹՍ-ներ ուներ, ԱԹՍ-ներ եւ շնորհիվ մեր Արամի, մեր ասենք ապրիլի 24-ին մեր հուշարձանի մոտ տեղի ունեցող բոլոր միջոցառումները տեսածայնագրվում էին Արամի տրոնի միջոցով, որը մեզ իրոք շատ ուրախացնում էր ունենալով նման գեղեցիկ ուրեմն տեսարաններ մեր կազմակերպված համերգներից, հուշ երեկոներից եւ այլն, Արամը այժմ տարուկես Հայաստանում է, միասին համագործակցում եք այս ոլորտը զարգացնելու համար, մեկ-երկու նախադասություն ասենք Իսրայելի հայերի ներգրավվածության, փորձելու Իսրայելի հայերին ներգրավելու այս գործընթացներում սրա մասին հարցս պատահական չէ, մենք ունենք Իսրայելում, գիտեք, որ իսրայելահայերը, ովքեր որ նախկին խորհրդային միություններից խառ ընտանիքների կազմում եւ նաեւ Հայաստանից Իսրայել են տեղափոխվել մշտական բնակության, նրանց երեխաներ ընտանիքի արդեն ծառայում են Իսրայելի բանակում կամ ծառայել են Իսրայելի բանակում։ Եվ նրանցից շատերը նաեւ այնպիսի մասնագիտություններ ունեն, որ իրոք կարող են շատ օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, այդ թվում նաև ԱԹՍ-ների օպերատորներին։ Այն ինչ կասեք։ Արամի մասին առանձին մեզ ռեպորտաժ ա պետք, քանի որ շատ բան կա ասելու ու Արամի հետ ծանոթացել եմ, երբ որ համայնքը նոր էինք ստեղծում, ինչ որ մի ձև Արամը մեզ գտել էր ու ասաց, որ հետաքրքրված ա, պատրաստ ա մեզ օգնի։ Արամի պես շատ մարդիկ տեսնում էին, ողջևորված էին լինում, այդ ողջևորվածությունը տևում էր 10 րոպե ու անցնում էր։ Ոնց որ ես մտածեցի, որ հերթական ոնց որ դրսի մեր սփյուռքահայերի այդ մոտեցումն է, իհարկե ոչ մի ձև չեմ մերժել իր առաջարկները, պատրաստակամությունը, որ պետք է օգնի, ու այդպես ոնց որ Արամի մասին ինչ որ ժամանակ չլսեցի։ Հետո իմացա, որ Արամը եկել է Հայաստան, ինչպես խոստացել էր, ու Արամը քանի որ տարի ու կես է ստեղ արդեն Հայաստանում, ինքը ինձ այնքան շատ ա օգնել, ինձ թե մեր համայնքին, ինքը այնքան աշխատանք ունի արած, որ եթե ովքեր մեզ հիմա լսում են ու մեր մասին տեղյակ չէին ու տեղեկանալուց հետո պատրաստ են մեզ օգնեն, իմացեք, որ եթե Արամի պես 5 մարդ ունենամ Հայաստանում, ով գիշեր ցերեկին պես օրինակ, չգիտեմ, գիշերը ժամը 3-ին, 4-ին դաժե քննարկելու արդյունքում ինչ որ մի հատ լավ բան ուզենանք անենք, իրապես 5 հոգի լինի Հայաստանում, վստահ եղեք աշխարհի մակարդակով մենք շատ լուրջ հարցեր են կարողանալու լուծել, որովհետև ահռելի մեծ աշխատանք է անում Արամը, ունի մեծ նպատակներ, իր գործից շատ լավ հասկանում է ու ոնց որ Արամը իմ համար շատ մեծ ձեռքբերում էր Armstrong community-ն ստեղծելուց բացի։ Ես հորդորում եմ ու խնդրում եմ բոլորին, ովքեր որ ունեն այդ հնարավորությունը, ցանկությունը, էներգիան, ինչ որ մի հատ լավ բան անելու Հայաստանի համար, պատրաստակամ լինեն Արամի պես ու գործող քայլերով, այսինքն առանց որևէ խոստումների, ուղակի վերցնել մի աշխատանք ու անել, իրագործել, վերցնել, դնել նպատակ ու այդ նպատակին ամեն գնով հասնել։ Ես Եվ շատ շնորհակալ եմ։ հասկանալի է, իսկ ասենք այսպիսի հարց, գիտեք, որ Իսրայելը արդեն 2 տասնամյակից ավել ունի շատ հզոր զարգացած ԱԹՍ-ներ, եւ ասենք հնարավոր է գուցե նաեւ համագործակցություն սկսել Իսրայելի նման կազմակերպությունների հետ փորձի փոխանակման կամ Իսրայելում ասենք աշխատող ես այստեղ գիտեմ Facebook-ում օրինակ ինձ տասնյակ կազմակերպություններ ԱԹՍ-ներ ուրեմն օպերատորներ պատրաստող եւ այլն խմբակներ կան տարբեր տեսակի, որոնք ասենք իհարկե վճարով մարդկանց են ընդգրկում ասենք ԱԹՍ օպերատոր դարձնելու համար, չնայած իսրայելյան բանակը ԱԹՍ օպերատորների հետ կապված որևէ խնդիր չունի, այստեղ իսրայելյան բանակը մարդը որ գնում է նախքան բանակ, նա քննություն է տալիս մինչև 100 բալ, թե ինչ ուղեղի լոգիկան է ստուգվում, նրա հոգեբանական վիճակը, այսինքն այնպիսի հզոր թեստ է շատ ծանր, որ ասենք այդ թեստը անցնելու բալերից է կախված նրա այս կամ այն ստորաբաժանում ընդգրկվելը։ Իսկ այսօր Հայաստանում հիմար օրենքներ են քննարկվում 15 միլիոն դրամով քաղաքացիությունից հրաժարվելու կամ
ասենք ովքեր որ փող ունեն 1 ամիս կամ 6 ամիս ծառայելու եւ այլն, այսինքն փոխանակ ասկ բանակ պետությունը հզորացնելու, ասենք օր գիշեր մտածում են թե հարուստներից կամ սփյուռքահարից էլ որտեղից փող կորզեն, չնայած այդ փողի ասենք քսակները Երևանի փողոցներում, ասենք ամենաթանկարժեք մեքենաներով իրենց աչքի քթի առջև երթևեկում են եւ մինչեւ որս էլ անպատիժ են այն բոլոր մարդիկ, ովքեր որ տասնյակ տարիներ թալանել են Հայաստան ու այսօր ազատ շրջում են Հայաստանում։ Այսինքն չեմ ուզում շատ քաղաքական ուղղությամբ տանելու, սակայն փոխանակ նորմալ պետություններից նորմալ բաներ սովորեն, նորմալ համագործակցության եզր գտնեն, այսինքն նմանատիպ հարցերով է զբաղված մեր կառավարությունը, վստահ եմ, որ կառավարությունից որևէ օգնություն մինչև այսօր չեք ստացել։ Չէ, իհարկե ոնց որ այդ քաղաքականության մեջ շատ խորանալու մասով ճիշտ եք ասում, բայց իրողությունը պետք է ասել, էլի մարդկանց։ Մարդիկ պետք է հասկանան իրականությունը, որպեսզի չխաբվեն։ Քանի որ Սփյուռքի մեր հայրենակիցները ոնց որ երկար տարիներ ապրել են դրսում ու իրանք ամեն կերպ ուզում են օգնեն Հայաստանին, փորձում են առաջինը հենց կառավարության, պետական համակարգի կամ մեդիայում ամենաշատ երևացող մարդկանց հետ կոնտակտի դուրս գալ ու հիմնականում ստացվում է, որ հենց այդ մարդիկ էլ ամենաշատը իրանց խաբում են։ Դրա համար շատ ճիշտ արեցիք, որ այս ամեն ինչը ասացիք, մեր հանդիսատեսը կլսի, մեր լսողները կհասկանան, թե ինչա կատարվում ու իրանք արդեն ճիշտ որոշումներ կկայացնեն։ Հիմա այս մասով աջակցությունների, իհարկե բնականաբար չեմ հարում ոչ մի կազմակերպության, կուսակցության եւ այլն, դրա համար ոնց որ չունեմ ոչ մեկի կողմից աջակցություն։ Ու անգամ հասարակ լաբորատորիայի հարց չեմ կարողանում լուծեմ։ Պատկերացրեք, մենք մեր մարզումները, մեր պարապմունքները, երբ որ դասընթացի խումբ ենք հավաքում, մարդիկ ամենաառաջի բանը հարցնում են, թե որտեղ է լինելու դասընթացը։ Այդ հարցին ես չեմ կարողանում պատասխանեմ։ Հավաքվում է խումբ ու փորձում եմ ամեն անգամ մի հատ այստեղ պայմանավորվել, մի հատ այնտեղ պայմանավորվել։ Ես հիմա նպատակ եմ դրել, որ կարողանամ ինչ որ մի կերպ ինքս գումար աշխատելով ունենամ իմ սեփական տարածքը, սեփական լաբորատորիան, որտեղ կկարողանամ արդեն աշխատանք կատարել այդ երեխաների հետ, մեծերի հետ այդ կրթական սպորտային միջավայրը զարգացնելու համար։ Դրա համար ոնց որ այս պահին թե կառավարության կողմից, թե այլ կազմակերպությունների կողմից չունենք աջակցություն։ Իհարկե այս տարի Minivub դրոնների մրցարշավի հովանավոր եղավ Ucom ընկերությունը, սակայն սա առաջի դեպքն էր, որ մենք կարողացել ենք որևէ հովանավոր գտնենք։ 3 տարի շարունակ գիշեր-ցերեկ իմ անձնական միջոցներով ու նույն Արամի կողմից, չգիտեմ, որևէ դրոնների օգնությամբ կամ աջակցությամբ, ասենք երեխաներն են մարզվել կամ այլ մարդկանց միջոցով, այդ ձևը ամբողջ է եղել։ Այսինքն սենց դաժան աշխատանքի ու սենց ամեն կերպ այդ նպատակին հասնելու միջոցով։ Բայց եթե լիներ որևէ աջակցություն տարբեր ինչ որ ֆոնդերից, ում համար դա ուղղակի, չգիտեմ, մի շատ մանր հարց է կամ պետական համակարգի միջոցով, որ ասենք մեզ տրամադրեին թեկուզ ինչ որ խարխլված մի հատ տեղ, որտեղ մենք կարողանայինք ինքներս ստեղծենք, դա զարգացնենք, մենք կունենայինք հիմա անհամեմատ ավելի լավ արդյունք։ Բայց այս 3 տարիների ընթացքում այն ինչ որ արել ենք, դա արդեն ոնց որ շատ լուրջ քայլ է ու դա թույլ կտա մեր հայրենակիցներին տեսանելի դարձնել մեր աշխատանքը ու ոնց որ իրենց ապացուցել գործնական, որ մենք առանց օգնության հասել ենք այս մակարդակի, վաղը կկարողանանք ավելի մեծ մակարդակի հասնենք, եթե ունենանք ավելի շատ միջոցներ։ Լավ, հիմա այսպեսի կարևոր հարց, ուրեմն հիմա ուկրաինական բանակը FPV դրոններով ուղղակի ջարդում է ռուսական այն ստերեոտիպերը աշխարհում երկրորդ հզոր բանակ ունենալու եւ այլն եւ այլն։ Այսօր Ուկրաինան այս դրոնների արտադրության կարելի ասել առաջնամարտիկն է, օրական հարյուրավոր նմանատիպ դրոններ են կարողանում արտադրել եւ ուղարկել ռազմաճակատ եւ այս դրոններով փաստորեն չունենալով ինքնաթիռներ 2 տարուց ավելի ուկրաինական բանակը հենց դրոնների միջոցով ռազմական հենց այս ձեր այս որ մասնագետ է կրտում փաստորեն այս դրոնների միջոցով ջարդ է տալիս աշխարհի երկրորդ բանակին ու ռուսական բանակը այս պատերազմը իր հատուկ այսպես կոչված ռազմական օպերացիան սկսեց առանց դրոնների։ Իրենց այդ ծիծաղելի Օրլան դրոնները կամ չգիտեմ ինչ վերասիա դրոնները դրանով ոչ մի հարց ոչ կարողացան լուծել, ոչ էլ իրենց ավիացիան հասավ այնպիսի լուրջ հաջողությունների, Կիևը համենայն դեպս 3 օրում չգրավեցին, ինչպես իրենք են ասում։ Փաստորեն հենց այս ձեր ԱԹՍ-ն Հայաստանի ապագան պետք է դառնա։
Սա ԱԹՍ-ների այն ուղղությունն է, որը ունի շատ լուրջ ուրեմն հերանեկարներ Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի օդը պաշտպանելու հետ կապված։ Այսօր մեր օդը գրեթե անպաշտպան է, ոչ հրթիռային համակարգ ունենք, ունենալով հսկայական գիտական պոտենցիալ, մի հրթիռ նորմալ չեն արտադրում, նույնիսկ չեն ուզում արտադրել, ոչ թե չեն արտադրում, ոչ թե ցանկություն չունեն, չեն արտադրում։ Ես ասենք օրինակ եմ վերցնում Համասին ու Հեզբոլային, ահաբեկչական կազմակերպություններ, որոնք գետնի տակ թունելների մեջ արդեն 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելի նման հզոր բանակի դեմ կռվում են։ Իսկ արցախցիներն ընդհանրապես մեկ օր չկռվեցին։ Պատկերացնում եք, ունենալով հսկայական բանակ, ունենալով զինված ուժեր ու բանակ, միլիարդավոր դոլարներով զենքը տվեցին ադրբեջանցիներին, ռուսների միջոցով, ադրբեջանցիների միջոցով փոխանցեցին ռուսական բանակին, որ Ուկրաինայում օգտագործեն, ասենք, ուկրաինացիների դեմ։ Այս է իրականությունը, այսինքն հենց այս ճյուղն է պետք ԱԹՍ-ների իմ կարծիքով Հայաստանում զարգացնելու, որ պետք է դուք ասենք հիմա արտադրություն այդտեղ կազմակերպեք, միաժամանակ օդ բարձրացնեք մոտ 2000 ԱԹՍ եւ այնպիսի հարված հասցնեք ադրբեջանական ուժերին, որ ասենք նրանք այլևս ցանկություն չունենային Հայաստանի կողմը նայել։ Էլ ու մնաց ասենք օդի պաշտպանություն, հակաօդային պաշտպանություն, ալկաշ այդ հրթիռները, որ մի քանի հատ վրան 3 հատ հրթիռ կա, սրանով ինչ է մտածում են, որ օդը կարող են փակել, ցանկացած մի փոքրիկ ԱԹՍ, որը $2000 արժի, կարող է այդ ակաշը վերացնի տեղում։ Ինչի մասին է խոսքը։ Սա է մեր Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, սրա վրա ենք հույս դրել, չեմ հասկանում։ Իհարկե ռուս-ուկրաինական փորձը շատ ոնց որ ինչ որ չափով պետքա սթափեցներ մեր թե ղեկավարությանը, թե հասարակ քաղաքացիներին, բայց ոնց որ դա լինում է սենց էյֆորիայի տակ մոտ մի 10 րոպե ա տևում, հետո արդեն ոնց որ բոլորը հանգստանում են, տրվում են իրանց առօրյային։ Այն, որ մենք պատերազմը պարտվել ենք, դա պետքա ընդունել ու դրանից պետքա վաց գալ, այսպես ասած, ամաչել, փորձել լուռ նստել, քո աշխատանքը անել, որպեսզի հաջորդ պատերազմներում նույնպես չպարտվես ու կարողանաս պարտությունդ գոնե հետո կոմպենսացնես, նույն եթե Արցախը կորցրել ես ու ցանկություն կա հետ բերելու, դու դրա համար գիշերցե ավելի շատ պետքա պատրաստվես, ավելի շատ պետքա ջանք թափես, որպեսզի եւ եղածը չկորցնես եւ կորցրածը փորձես հետ բերես։ Հիմա մեր իրականությունը, թե մենք ուր ենք գնում, չի տանում ոչ մի լավ բանի։ Ես որպես ինքս ընդհանուր նշեմ, թե իմ մասին էլ մի փոքր պատմեմ, ես ես 44 օրյա պատերազմին ինքս մասնակից եմ եղել Արցախում, կամավորագրվել եմ ու գնացել եմ, ու իմ ընտանիքում ես եմ, մայրս ու եղբայրս, անգամ մայրս իմ գնալուց հետո եկել է ու պատերազմի ժամանակ իր դերը խաղացել է, մայրս օպերացիոն բուժքույր է ու իրան անգամ թույլ չեն տվել, որ ինքը գնա Արցախ ու իր գործը կատարի, բայց առանց որևէ մեկին լսելու իր բժիշկի հետ գնացել են Արցախ ու մայրս նույնպես շատ կյանքեր ա փրկել ու Ստեփանակերտում այդ ռմբակոծությունների ժամանակ, երբ բոլորը թաքնվում են, մայրս ու իր բժշկական այդ անձնակազմը զինվորների կյանքեր էին փրկում, քանի որ այդ վիրահատությունները կիսատ թողնել չէր կարելի ու զինվորը կմահանար, անգամ իրենց սեփական կյանքը ռիսկի տակ դնելով, ոնց որ փրկում էին զինվորների կյանքեր։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, մենք ընտանիքով այս ամեն ինչը տեսել ենք, թե Հայաստանում, թե Արցախում ընդհանուր ինչ է կատարվում, թե քաղաքացիական միջավայրում, թե ընդհանուր պետական համակարգում կամ ռազմի դաշտում։ Այսինքն ձեր նշված խնդիրները իրավացի են ու ես ինքս կարող եմ փաստել դա իմ աչքերով տեսածը, իմ ընկերների պատմածը, չգիտեմ, քաղաքացիական ոլորտում էլ իմ մայրիկի ոնց որ տեսածը, թե թիկունքում ինչ էր կատարվում։ Այդ ձեր ասած խնդիրները լուծելու համար գիշեր-ցերեկ պետքա աշխատել ու մենք հենց այդ էլ փորձում ենք անենք կրթական սպորտային միջավայր, որ անդադ ասում եմ, ինչի եմ դա շեշտում։ Ես ինքս որպես Հայկ Կարապետյան չեմ կարա լինեմ ռազմական կառույց։ Ես ինքս ունեմ այդ փորձը։ Շատ եմ ուսումնասիրել այս ռուս-ուկրաինական պատերազմի ընդհանուր մարտավարությունը։ Ունեմ ընկերներ տարբեր ՌՀԿ-ներում, ունեմ ռազմական գիտելիքներ ունեցող շատ ու շատ մտերիմներ։ Ու այդ մարդկանց հետ համատեղ մենք մշակել ենք ծրագրեր, որը որ շատ հեշտ կարելի է ինտեգրել բանակում ու զարգացնել։ Ինքս շատ մարդկանց եմ սովորացրել
ու ընկերոջս հետ մասնակցել ենք տարբեր կորպուսներում եւ զորամասերում ուղակի գնացել ենք ու ինչ որ բան ենք ուզեցել սովորացնենք առանց որևէ ֆինանսական աջակցության եւ այլն շատ փակագծեր ու մանրամասներ չասեմ Պետք չի։ աշխատանքներ արվել է ու եթե մարդը ունի ցանկություն սովորելու ինքը կգտնի ինձ Հայաստանում ինքը ամեն օր ինձ դադար չի տա անընդհատ կհարցնի թե այս ինչը ոնց սովորեմ ոնց զարգանամ եւ այլն այսինքն ստեղ պետական համակարգից բացի էլ նաեւ կա հասարակության մեջ այդ արատը էլի այդ խնդիրը այդ վրեժ ոնց ասեմ այն ինչ որ հիմա մեր մոտ իրավիճակը ստեղծվել է շատ ամոթալի իրավիճակ է այն ժամանակ երբ որ բոլորը գնում ասում էին որ մենք հայ ենք ու հպարտանում են հիմա բավական ամոթ է ասել որ դու հայ ես այս պարտությունից հետո ու այս նսեմացումներից հետո շատ կարևոր է դիմանալ ու փորձել ինչ որ քայլ անել որ այդ նսեմացումներից արդեն վերջապես դուրս գան Հայկ, այնպես է ստացվում, որ պետք է իմ կարծիքով Հայաստանում հենց այս տրոնների ուրեմն արտադրությունը կազմակերպել եւ ինչու՞ չէ նաեւ հաշվի առնելով թե այսօր ընթացող Ուկրաինա-ռուսական պատերազմը եւ նաեւ ընդօրինակելով, ասենք, արտասահմանում այս ԱԹՍ-ների արտադրության փորձը, այ կոնկրետ արտադրության հետ կապված մենք օրինակ Իսրայելից կան շատ իսրայելահայեր, ովքեր պատրաստ են աջակցել եւ նույնիսկ տեխնոլոգիաներ բերել, նույնիսկ գիտեք այսօր շատ ԱԹՍ-ներ պատրաստվում են այդ 3D ուրեմն պրինտերների միջոցով եւ Իսրայելում կան այնպիսի հատուկ ուրեմն նյութեր, որոնք եւ ծուլելու ճանապարհով եւ նաեւ 3D պրինտերների միջոցով կարելի է ասենք իհարկե ծրագրային մասը պետք է գուցե Հայաստանում գրվի կամ պատրաստի ուղղակի կարելի է ծրագրավորել, դուք վստահ եմ այդ հարցը լուծել եք, իսկ այս տեխնիկական, մեխանիկական հարցերը, դետալները կարելի է նույնիսկ 3D պրինտերի միջոցով պատրաստել։ Այ ձեր փորձը կկիսեք մեր հետ, ինչպես կարելի է ասենք այդ ԱԹՍ-ների արտադրությունը կազմակերպել Հայաստանում, թեկուզ կառավարությունը երբ որ նեղն ընկան, ես վստահ եմ իրենք անձամբ կգան ձեր դռները եւ ձեզ կխնդրեն, որ դուք աջակցեք։ Իշն ասած չեմ մտածում որ որևէ տենց դուրն ընկնելու աջակցելու տենց խնդիր ա լինելու որովհետև յուրաքանչյուր կառավարության անդամ էլ ինքը հասկանում է որ ժամանակավոր է ու ինքը զբաղված է շատ այլ հարցերով լավ շատ այդ ոնց որ բան չանեմ ընդհանուր ռուս-ուկրաինական պատերազմի մասով ասեմ որ մենք պետքա գիտակցենք հայերս որ մենք հայ ենք ու պետքա առաջինը մտածենք մեր շահերի մասին օգտվելով թե Ռուսաստանի, այսպես ասած, ստեղծած տեխնոլոգիաներից, թե Ուկրաինայի ստեղծած տեխնոլոգիաներից, ընդօրինակելով նաև ոնց որ Իսրայելի կիրառման փորձը կամ արտադրանքը։ Այսինքն ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, որ կարիք չկա ինչ որ մի բան ստեղծելու համար լինել պրո ինչ որ մեկական, ասենք պրո-ռուսական, պրո-ուկրաինական եւ այլն։ Ուկրաինացու հետ շփվելու ընթացքում ես ուկրաինացի եմ, ես Ուկրաինայի կողմից եմ։ Ռուսաստանի հետ շփվելու ընթացքում ես Ռուսաստանի կողմից եմ։ Իսրայելի ինչ որ մեկի հետ շփվելու ընթացքում ես Իսրայել, բայց ես ինքս որպես մարդ ինձ ոնց եմ զգում, ես հայ եմ, ունեմ Հայաստանի շահերը։ Եթե ես տեսնում եմ Հայաստանի ու մեր կազմակերպությունների շահերի մեջ ա մտնում որևէ ուկրաինական տեխնոլոգիա օգտագործել, դա կօգտագործեմ։ Եթե տեսնեմ ռուսական տեխնոլոգիան ավելի լավը, դա կինտեգրեմ Հայաստանի ոնց որ այդ ոլորտի մեջ։ Ու յուրաքանչյուր երկիր, որից ես կարող եմ ինչ-որ մի հատ բան սովորել, անգամ թշնամուց։ Ես դա պատրաստ եմ անել ու խնդրեմ մեր հայրենակիցներին նույնպես այդպես լինել։ Հայաստանի արտադրության մասին։ Հայաստանում մեր ինժեներները հիմնականում փորձում են ստեղծել այն, ինչ արդեն կա։ Ստեղծել են նորից այն նույն անիվը, որը որ արդեն կա։ Հեծանիվ ստեղծելու կարիք չկա ամեն ինչ արդեն աշխարհում ոնց որ սենց ասած կա։ Եթե դու ճիշտ վերցնես ամեն մի կոմպոնենտը ու համադրես, դու կստանաս արդեն նոր product, որը կարա կիրառելի լինի քո պայմաններում։ Ռուս-ուկրաինական պատերազմի ամենակարևոր բանը նա է, որ մենք պետքա տեսնենք, թե ինչ են անում ռուսները ու ինչ են անում ուկրաինացիները, կրկնենք նույնը։ Վստահ եղեք, եթե մենք կարողանանք կրկնել ուկրաինական կամ ռուսական փորձը Հայաստանում, մեր վրա ոչ մի երկիր չի կարողանա հարձակվել։ Իհարկե, շատ այսպիսի sense ամպագորգոր հայտարարություններ չանեմ, բայց եթե բոլորս ամեն մեկս մեր քայլերը ճիշտ անենք,
ճիշտ կարողանանք համակարգենք, օգտագործելով մեր տարածքային առանձնահատկությունները, լեռնային պայմանները, մենք կարողանանք ջախջախիչ վնասներ հասցնել թշնամուն։ Ոնց որ ուկրաինացիներն են կարողանում մի քանի անգամ իրանցից հզոր թշնամու հետ արդեն ինչքան ժամանակ է 2 տարի, ճիշտ եմ, Այո, 2 տարի 22 տարի։ պատերազմը ու դեռ ոչ մեկ չգիտի ինչա 3 լինելու տարի վերջը, արդեն։ արդեն հա 3 տարի է ու փաստացի ոնց որ մարդիկ դիմադրում են ու չի կարելի հաղթել մեկին, ով չի հանձնվում։ Մենք պետքա փորձենք նույնպես չհանձնվենք ու եթե մեր համար թանկ է այն ամեն ինչը, ինչ գոնե մնացել է, այն փոքր մի կտորը, որ մնացել է, մենք պարտավորենք մեր քայլերը անենք։ Մենք պետքա ամեն ինչ անենք, որ այդ փոքր կտորն էլ պահենք, այսօր այդ փոքր կտորը կպահենք, վաղը այն կորցրածը հետ կբերենք ու տենց այնքան կլինի, մինչև կդառնա այն մեր պատկերացրած Հայաստանը, կունենանք այն, ինչ որ մենք ուզում ենք ու երազում ենք։ Դրա համար պետքա գիշեր-ցերեկ աշխատել, չհանձնվել, դժվարությունների ու ստրեսի ժամանակ փորձել կայուն լինել ու կենտրոնանալ կոնկրետ հիմա ու այս պահի խնդրի վրա, միավորվել գաղափարակիցներով, բայց շատ վատ մարդկանց հետ չփորձել գործանել, քանի որ աշխարհի ամենալավ անգամ գաղափարը վատ մարդու հետ տանելու է սխալ ճանապարհով։ Լավ, Դրա Հայկ, համար ես մի բան ասեմ ձեզ։ Օրինակ, ես համաձայն չեմ Ռուսաստանից փորձի փոխանակման, ռուսների հետ փորձի փոխանակման հետ կապված, որ դուք ասացիք։ Ես համաձայն եմ, որ պետք է ուսումնասիրել, սակայն դուք որպես 44 օրյայի մասնակից լավ տեսաք, թե ռուսական զենքը որքան անզոր է իսրայելյան ԱԹՍ-ների կամ ընդհանրապես ռուսական զենքը ինչ զիբիլ է եւ ինչ ոչինչ իրենից չի ներկայացնում։ Այսինքն իմ կարծիքով ավելի ճիշտ է արևմտյան զարգացած պետությունների տեխնոլոգիաների ընդօրինակումն է, լինի դա ուկրաինական, լեհական, չեխական, չգիտեմ, Սլովակիայի եւ այլն, այսինքն այլ պետությունները, ԱՄՆ-ի, Չինաստանի նույնիսկ, որ ասենք այս դեպքում նաև շատ դեպքերում պրոթուրքական է շատ դեպքերում հանդես գալիս, համենայն դեպս եւ Պակիստանի ու Հնդկաստանի դեպքում Պակիստանի կողքը կանգնեց եւ իրենք իմ կարծիքով հրահրեցին այս պատերազմը, որպեսզի թույլ չտան, որ Հնդկաստանը դառնա արևմտյան երկրների ներդրման համար ցանկալի պետություն, բայց օրինակ թեկուզ Ուկրաինան, որ օգտագործում է ոչ եվրոպական համայնքի գիտելիքները եւ տեխնոլոգիական հնարավորությունները արևմտյան աշխարհի, ընդօրինակենք մի պետություններից, որոնք իրոք լուրջ առաջխաղացում ունեն եւ որոնք են այս ոլորտում իրոք պետությունները, որոնք լուրջ հաջողություններ են հասել, իսկ ռուսական Արլանները կամ Ռուսաստանը հիմա Իրանից շահիդներ է բերել, ասենք Կազանում արտադրում է։ Դուք վստահ եք, որ այդ շահեդները այն որակի են, ասենք, քան իսրայելյան արտադրության հերմեսները, հարրոպները կամ հարպիաները կամ օրբիտերները կամ որ մեկն ասեմ։ չէ, իհարկե, թյուր ըմբռնում կարող է լինի իմ ասածը։ Ես նկատի ունեմ թե Ռուսաստան, թե Ուկրաինա եւ այլն, անգամ իմ համար ոնց որ տարբերություն չկա, թե որ զենքով ես կամ իմ հայրենակիցները կպաշտպանենք մեր երկիրը։ Այդ նկատի ունեի ու որակական առումով բնականաբար ձեր ասածը դա քննարկման ենթակա էլ չի։ Դա այդպես է ու բոլորն են տեսնում աշխարհում։ Իմ ասածը հետեւյալն է, որ անգամ Թուրքի հետ կռվելու ընթացքում իմ ձեռը թուրքական զենք էլ լինի, ես չեմ նայելու դա ինչ արտադրանքի զենք է, ես դրանով ուղղակի պաշտպանելու եմ իմ երկիրը։ Իմ ասելիքը նա է, որ պետքա սովորել բոլորից, թեկուզ իրանց սխալների վրա, այսինքն ուսումնասիրել ռուսական վատ փորձը ու փորձել հանկարծ նույնը չանել։ Դե ես համաձայն եմ, հա, ուղղակի իմ ասածն այն է, որ ասենք Հա, իմ ասածը իմ այն է, որ երազանքը այն է, որ ես ասենք տեսնեմ Հայաստանում FPV դրոնների արտադրության, ուրեմն ոչ թե արտադրության փոքրիկ լաբորատորիա, այլ իրոք արտադրամաս, գործարան, որտեղ ասենք գործարանային մակարդակով, օրական կտրվածքով 200 ենթադրենք ԱՏՍ կարտադրենք։ Սա իմ երազանքը։ Ես եմ սա երազանքը դա է։ ուզում Հայաստանի համար, որ Հայաստանի կառավարությունը ի վերջո հասկանա այն ժամանակներն, ուրեմն պատկերացրեք, ես 2016 թվականին, երբ որ Հայաստանում ասում էի, որ 5 միլիարդ դոլարի ներողություն Իսրայելից Ադրբեջանը քեր ժամանակից զինատեսակներ առել, սա 2016 թվականի
ապրիլյան պատերազմից հետո էր։ Ինձ ծափողջուններով Հայաստանում ողջևորեցին ու ճամփու տրեցին, հասկանում եք, ու նույն թվականին Ալիևի հետ հանդիպման ժամանակ Նատանյահուն իմ հաշվարկած հայկական ամբողջ աշխարհում առաջին անգամ 5 միլիարդ դոլարի զենքի թիվը նրանք այնտեղ հաստատեցին։ Այսինքն անիմաստեղ է, այստեղից թվեր չեմ կարակում, հասկանում եք։ Մարդկանց զգուշացնում ենք, ասում ենք, Ձեր որ մարդիկ զինվում են, արտահայտածությունը իսկ մեր կառավարությունն ինչ է անում։ Ինչո՞վ են զբաղված, ո՞նց են պատրաստվում մեր երկրի օդը պաշտպանել, երբ մինչև այսօր միացած եք ռուսական հակաօդային պաշտպանությունը, որը ցանկացած պահին կարող են անջատել։ Ու ինչ են անելու։ Համաձայն եմ։ Ձեր ասացին ես ինքս կավելացնե երևի մի 20-30 դեպք էլ ու ինքս տեսել եմ այդ սպասիբը Ռասիային ինչով ա վերջանում Արցախում, ինչ զենքերով ենք մենք կռվել, ինչ ենք ունեցել ու ինչ չենք ունեցել, ես դա տեսել եմ ու ձեր ասացին ասում եմ, կարող եմ ավելացնել շատ ու շատ բաներ։ Այո, Ե- հիմա առաջ գնանք, տեսնենք ինչ ենք անում։ Ասենք Մեր ընդհանուր հայրենակիցները հայտարարի կանք, ինչ ենք անելու հայք միասին, ինչ ենք զարգացնելու, ուր ենք գնալու, ուր ենք տանելու մեր այս ձեր ասեք նախագծերը։ իհարկե, ես ասեմ, ես ուզում եմ մեր հայրենակիցները հասկանան, որ իմ համար Հայաստանի բարեկամը միայն հայն է, ուրիշ ոչ մի մարդ չկա, ու եթե ես կկարողանամ ինչ որ մի բան անել համագործակցելով, չգիտեմ, մի երկրի հետ ով անգամ մեզ վնասել է, ես այդ հարցը լուծեմ, հետո Իրանից այսպես ասած հետ քաշվեմ, ես դրան էլ եմ պատրաստ։ Այսինքն յուրաքանչյուր բան պետք է մեզ օգտագործել հանուն Հայաստանի շահի, բայց չմոռանալով այն մարդկանց այդ վատ քայլերի, ինչ որ իրանք մեր արել են մեր հանդեպ։ Այն որ կարող Ռուսաստանը այս ամեն ինչը հանգիստ կանգնացներ ու ինքը մեծ պատճառ է ոնց որ այն իրավիճակում ինչ որ մենք գտնվում ենք, դա ոնց որ պետքա փաստել։ Ուզում եմ մեր լսողները հասկանան, որ որևէ ինչ որ ռուսական կողմ ես չունեմ, չեմ բռնել ու ունեմ միայն հայկական կողմնորոշում ու կախված թե որ երկիրը կլինի արևմտյան, արևելյան եւ այլն, աշխարհի որ անկյունում լինի, եթե հայ թշնամին է, իմ համար էլ է այդ երկիրը, այդ կառավարությունը, այդ մարդիկ իմ համար թշնամի։ Եթե այդ մարդիկ ուզում են Հայաստանի համար ինչ որ մի հատ լավ բան լինի ու կարելի է այդ ուղղությամբ համագործակցել, պետքա համագործակցել, բայց լինել զգուշ ու չմոռանալ ընդհանրապես անցյալը։ Այո։ Հիմա ինչ ենք ուզում մենք անենք, հա։ Այո, արեք գնանք առաջ, ասենք ոնց որ ասում ենք ընդհանուր հայտարարի գանք, վերջացնելով այսօրվա մեր հարցազրույցը միասին, որ մարդկանց համար շատ ծանրալի չլինի, ասենք շատ այսպես ընդհանուր թեմաներից չխոսենք, կոնկրետ քայլեր ասեք։ Դու կոնկրետ քայլեր մատնանշեք, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, մենք էլ մեր հայրենակիցներին դիմենք, խնդրենք, որ այ տեսեք հայկի նման հայրենասեր տղեկ կան Հայաստանում, պետք է այս ոլորտը FPV դրոնների, ATS-ների արտադրություն եւ այն զարգացնել, հայերին առավել մեծ քանակությամբ ներգրավել, ու եթե կան աշխարհում մասնագետներ, որոնք սրանց այս դրոնների, ATS-ների մասնագետներ են, խնդրեմ արձագանքեք տղաներին օգնեք։ Խնդրեմ Հայկ։ Իհարկե, քանի որ նշեցի ռուս-ուկրաինական փորձից պետքա սովորել ու դուք էլ նշեցիք, որ ամբողջ մեր հոբ համակարգը, ամբողջ զինատեսակները եւ այլն ուղղակի կապված է Ռուսաստանի հետ, մեզ առաջինը դրա անկախացումն է պետք։ Քանի որ Ռուսաստանի վրա հույս դնելու արդյունքը նորից շեշտում եմ, որ Արցախում տեսանք։ Ինչի է դա բերում։ Այո։ Համար այդ անկախության համար FPV դրոններ, այսպես ասած, դրա գործարան, արտադրություն, օպերատորներ պատրաստել եւ այլն, այդտեղ չկա Ռուսաստանից կամ որևէ մեկից կախվածության հանգամանքը։ Այսինքն նույն FPV դրոններով, չինական կոմպլեկտացիաներով կրվում է թե Ուկրաինան, թե Ռուսաստանը։ Հիմա մեզ ամենակարևոր բանը, եթե մենք օրինակ ունենանք միլիոնավոր դոլարներ ու բերենք սարքավորումներ Հայաստան, մենք չենք ունենա դրանց մասնագետները։ Այո։ Դրա համար շատ կարևոր է ունենալ մասնագետ, որովհետև մասնագետին չես կարող առնել։ Մասնագետը գույք չի։ Մասնագետը դա տարիների փորձն է, նվիրվածությունն է, աշխատանքն է ու միջավայրն է։ Այդ միջավայրն ենք մենք ստեղծում։ Հիմա ես կրթական սպորտային միջավայրերի ձևավորմամբ եմ զբաղվում, քանի որ ինքս չեմ կարող ռազմական գործով ուղիղ զբաղվեմ։ Ես չունեմ այդ թափը, չունեմ այդ հմտություններն ու փորձը։ Ես ռազմական փորձագետ չեմ։ Ես ուղակի զինվոր եմ, ով տեսել է ինչա կատարվում ու ունեմ տեսական պատկերացումներ պատերազմի մասին։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որը որ կհնչեցնեմ։ FPV դրոններով խնդիրներ լուծելը Հայաստանի համար շատ հեշտ է լինելու, որովհետև ադրբեջանական տեխնիկան խոցելու համար ընդամենը 300,000 դրամանոց կամ 250,000 դրամանոց FPV դրոնով
ռեալա ու իրատեսական է։ Մեզ դրա համար պետք են շատ մասնագետներ։ Ռեփ համակարգը չի կարողանա աշխատել այդքան քանակի դրոնների վրա տարբեր հաճախականություններով աշխատող։ Դրա համար ինձ հիմա այս պահին անհրաժեշտ է ունենալ որևէ տարածք, որևէ լաբորատորիա, որը կլինի իմ համայնքի անձնական օգտագործման համար, որտեղ ինչ չեն գա, ասեն այսօր աշխատեք, վաղը էնտուզիազմը մարի, ասեն մի աշխատեք։ Մենք պատրաստ ենք անընդհատ սովորեցնել հնարավորինս շատ երեխաների, մեծերի, անցկացնել տարբեր միջոցառումներ, գնալ դրսերում մասնակցել, դրսերից մարդկանց բերել, սովորել, հետո փորձել այստեղ FPV խանութ ունենալ, որպեսզի այդ կոմպոնենտները քաղաքացիական ոլորտում նաև զարգանա։ Մարդը ուղակի վերցնի, ասի ես նկարահանման համար եմ գնում, բայց երբ որ պատերազմը սկսի, իր տեղը իմանաս, իրան տանես այդ ուղղվածությամբ։ Եթե ես լինեի ռազմական որևէ որոշում կայացնող մարդ, ոնց որ ընկերս էր ասում, ուղակի list AM-ով, դա հայկական կայք է, կտեսնեի ովքեր են դրոնների առք ու վաճառքով կամ նկարահանումներով զբաղվում, այդ մարդկանց կվերցնեի ու կտանեի առաջնագից այս խնդրով զբաղվել։ Հնարավորինս շատ այս պահին զարգացնել կրթական սպորտային միջավայրը, որովհետև եթե մենք ուզում ենք սարքավորումներ ունենանք շատ, ես չեմ կարողանա ապահովեմ բոլորին հազարավոր սարքերով։ Մենք ունենք համայնքում այդ ուժը, որ կարանք, չգիտեմ, օրական 20 հատ սարքել պատրաստ ենք, էլի, բայց մենք չունենք այդ միջոցները, որ մենք կարողանանք օրական 20 սարք սարքենք։ Բայց եթե օրերից մի օր մենք կարողանանք պատրաստ պայմանավորվենք պետական համակարգի հետ, օրական, չգիտեմ, 100 հատ պատրաստելու վրա, այդ պայմանավորվածության հաջորդ օրը ես պիտի ունենամ 100 հատ մարդել կողքս, որ այդ 100 հատը ամեն մեկը մի հատ սարքի։ Պատկերացրեցիք, Այո, այսինքն հիմա պետք է այդ մի հատ այսպես հարց տամ քեզ, ուրեմն ես շատ մասնագետների հետ եմ շփվել Արցախում ԱԹՍ-ների օգտագործման հետ կապված, մեր լեռնաշխարհը իր турբուլենտության տարբերությունները ունի, ասենք սարի գլխին այս մասը, ասենք քամու արագությունը 100 մետր վարկյան է, մի փոքր ներքև, ասենք նույն տարածքում անընդհատ турբուլենտությունը փոխվում է, քամու արագությունը փոխվում է, ու ես գիտեմ, որ ասենք եւ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ 100-օրյա պատերազմի ժամանակ նույնիսկ իսրայելյան ԱԹՍ-ները շատ լուրջ խնդիրներ են ունեցել турբուլենտության հետ կապված, երբ որ սարքը, ասենք, նախքան ԱԹՍ-ն օդանելը չափում է, ասենք, գետնի վրա 20 մետր վարկյան է քամու արագությունը եւ կարելի է հանգիստ ԱԹՍ-ն թռցնել, օդ բարձրացնել, երբ որ հասնում է, ասենք, մի հատ սարի ինչ որ մի կետին, ասենք, բարձր դիրքի, այդ տարածքում, ասենք, կոպիտ ասած ԱԹՍ-ն խեղճանում է։ Այ ասենք, որ դուք նշեցիք ձեր խոսքում ԱԹՍ-ների ԱԹՍ-ների մասին հաշվի առնելով տարածքը, վայրը եւ այն եւ այն։ Այ մեր ԱԹՍ-ների մասնագետները այս առանձնահատկությունները հաշվի առնում են։ Գիտեք, մեր ԱԹՍ մասնագետները այդքան էլ շատ չեն Հայաստանում, իրական մասնագետները, այլ ոչ թե մարդիկ, ովքեր փորձում են իրանց դնեն մասնագետների տեղ, նույնը Հասկացա։ մասնագետների մասով է, կան մարդիկ, որ հաշվի են առնում, կան մարդիկ, որ չէ, բայց նշեմ նաև, որ հայ-ադրբեջանական այս պատերազմի ընթացքում, եթե մեր մոտ այդ խնդիրները կար, նույն էլ թշնամու մոտ կար, բայց թշնամին իր խոցումները հանգիստ անում էր ու բոլորը տեղյակ են, թե մեր պարտության հիմնական պատճառներից մեկը որն է։ Դա անօդաչու թռչող սարքերի իրանց կողմից ճիշտ կիրառելու արդյունքն է, ու մենք բավական լուրջ վնասներ ենք կրել։ Այսինքն խնդիրը երկկողմանի էր, բայց իրանք այդ հարցը լուծել են։ Այսինքն չկա տենց խնդիր, որը չի կարելի լուծել, պետքա հաշվի առնել ու ուսումնասիրել նույն թշնամու փորձնել։ Ես նշեցի Ռուսաստանի վրա օրինակը բերեցի, բայց պետքա նաև հասկանալ, թե Ադրբեջանի մոտ ինչի դա հաջողվեց ու փորձել այդ հաջողությունը կրկնել ու ամեն հաջորդ անգամ իրանց փորձել խանգարել այդ խնդիրը լուծել։ Ես կարող եմ ասել ինչու նրանց մոտ դա հաջողվեց, որովհետև Ադրբեջանը արդեն 2000, կարծեմ 11 թվականից Orbiter ուրեմն կոնցեռնի հետ պայմանագիր ունի եւ ասենք գործարանային ուրեմն լինիաներ ունի, գծեր ունի, որ դրանով ամեն օր ԱԹՍ է արտադրում եւ այդ ԱԹՍ-ների հետ համատեղ նաեւ ունի դպրոցներ օպերատորների, որոնք իսրայելյան մասնագետներ են եւ այդ իսրայելյան մասնագետները եկել վերապատրաստել են ադրբեջանցի մասնագետներին, որոնք էլ հիմա պատրաստում ու կրտում են, իսկ անցյալ տարի պայմանագիր կնքեցին Հայ-Ֆայ համալսարանի հետ կիբեր ուրեմն հարձակումների մեծ
ուրեմն ուսումնական հաստատություն են հիմնելու Ադրբեջանում, այսինքն հաշվի առնելով Իսրայելի Հայֆայի տեխնիոնի, որը աշխարհի տեխնիկական բուհերի լավագույն, ասենք, այսպես 20 բուհերի մեջ է մտնում, որպես ասենք տեխնիկական գիտությունների զարգացած աստիճան բարձր ունեցող որպես հաստատություն պատկերացնում եք ու Ադրբեջանը նաև ձեռք է բերել Իսրայելից այնպիսի հատուկ համակարգեր եւ մուտքագրել են, ասենք, այդ համակարգերի մեջ բոլոր իրենց ունեցած ռազմական ստորաբաժանումները եւ էկրանի վրա, ասենք, կարելի է տեսնել, որ ստորաբաժանումը քանի մարտիկ ունի, ինչ զինատեսակներ ունի եւ բոլոր իսրայելյան արտադրության եւ արևմտյան արտադրության այդ զինատեսակները կապված են այդ համակարգի հետ եւ, ասենք, մեկ մկնիկի միջոցով դու կարող ես ողջ բանակը եւ արհեստական բանականության միջոցով կառավարել մարտը։ Իսկ Հայաստանում կան նման տեխնոլոգիաներ։ Մենք վստահ եմ, մինչև մի ռուսական օդից են կախված ռուսական տեխնոլոգիաներով կալաշնիկով զինված մեր զինվորները կալաշնիկով են։ Միթե ասենք 1946 թվականից էսկոմ ավտոմատ չկա։ Ես չեմ հասկանում, ասենք, ուրիշ ավտոմատ չկա աշխարհում, միայն կալաշնիկովն է, որ հայկական բանակը միայն կալաշնիկով պետք է վերցնի, կրի ու դրանով միայն կռվի։ Այսինքն Ինչպես այնքան խնդիրները շատ են, որ ասենք եւ բանակի վերազինման եւ հասարակ զինվորին առաջին օգնություն ցուցաբերելու։ Մեր մոտ ասենք ֆելդշերական դպրոցն է ստեղծված, որ ասենք ամեն զորա փոքրիկ ջոկ ունի իր ֆելդշերը։ Ենթադրենք, որ գալիս է ասենք առաջին օգնությունը իր զինվորին ցույց է տալիս։ Բայց որ Աստված ոչ անի, ֆելդշերը վիրավորվել է կամ մահացել։ Օրինակ Իսրայելում ցանկացած զինվոր իր վրա ավելի շատ առաջին օգնության պարագաներ ունի, քան Հայաստանում ֆելդշերը։ Ինչպես նշեցի, Ադրբեջանը ոնց որ, հա, ֆելդշերի մասով լավ անդրադառնամ նոր, ոնց որ շատ զոհեր են ունեցել, որոնք ուղղակի սխալ առաջին օգնություն ստանալու հաշվին ոնց որ մահացել են, այդ շատ ցավալի է ու այդ մասով էլի չեմ կարող բանանեմ վիճեմ։ Ես չեմ ուզում շատ մանրամասներ խոսել մեր Շատ եթերն ու ժամանակ, մանրամասն, այո։ հա, Ուղղակի ընդհանուր այսպես մենք ինքներս մեզ որպես քննադատում ենք։ Իհարկե, դա պետք է, որովհետև եթե դու քո խնդիրները պահում ես քո մեջ, չես արտահայտում, դրանք լուծում չեն ստանում։ Դու անդադ քողարկում ես, հետո գտնում ես մեղավորներ, հետո դա նորից կրկնվում է։ Ադրբեջանը գնում է ճիշտ ճանապարհով, ինքը սովորում է լավագույններից։ Այսինքն տեսնում է ովքեր են ոլորտում լավագույնները ու փորձում է իր մոտ ինտեգրի։ Ադրբեջանը չունի սեփական ոչ մի բանի արտադրանք նորմալ, բայց ունի շատ ճիշտ ինտեգրում կարողանում է դրսից բերի այն պատրաստին ինչ որ կա ու ինտեգրի իր մոտ։ Դրա համար հաջողում է։ Նույնը մենք պետք է անենք։ Պարտադիր չի Հայաստանում ունենալ արտադրանք։ Հայաստանում կարա լինի որևէ տեխնոլոգիայի reverse engineering, հետո այդ ամեն ինչը կարող ես ուղղակի քանակապես մեծ կրկնել։ Հետո հենց դա կստանա արդյունք, կլինի այլ բանի պահանջարկ ու հմտություններ, պետք է այդ ժամանակ կատարելագործել։ Եթե մենք ուզենանք մրցենք հիմա Իսրայելի հետ ավելի լավ անօդաչու թռչող սարքեր սարքելու, շանս չունենք անգամ սկսելն է հիմարություն։ Այո։ Էլ պետք չի։ Ունես խնդիր պաշտպանելու երկիրդ, օգտագործի պատրաստի տեխնոլոգիան։ Վստահ եմ, անգամ եթե թուրքական զենք լինի, որով մենք Թուրքից պաշտպանվելու ենք, ոչ մեկ դրանից չի նեղվի։ Ճիշտ եմ, չէ՞։ Այո։ Լավ, Կարևորը Հայկ ջան, կներեք, ուրեմն արդեն ընդհանուր հայտարարի կանք, եկեք ուրեմն միասին, շատ եմ գնահատում մեր այսօրվա Անդրանիկ ուրեմն հարցազրույցը շարունակական, հուսով եմ, որ կդառնա։ Եվ նաև Սփյուռքում ձեզ ուշադրություն կդարձնեն ձեր այս գաղափարներին եւ կփորձեն նաև մարդիկ օգտակար լինել ձեզ։ Ուրեմն վերջին նախադասությունը դիմեք, խնդրեմ սփյուռքահայերին, դիմեք Հայաստանի կառավարությանը, դիմեք հայերին, ովքեր որ, ասենք, գուցե նաև օգտակար լինեն ձեզ, օգտագործեք մեր հարթակը, խնդրեմ։ Դե իրականում վստահ եմ, որ դուք կտրամադրեք կոնտակտները իմ հետ կապնվելու, եթե որևէ մարդիկ ուզենան կապնվեն, ոնց որ ի տարբերություն մյուս մարդկանց ես չեմ ուզում ուղակի որպես սենց դրամապանակ օգտագործեմ մեր Սփյուռքի հայրենակիցներին։ Ես ուղակի կասեմ իմ խնդիրները, եթե մարդիկ կլինեն կուզենան աջակցեն, այս պահին ամենագլխավոր բանը դա մեր անձնական լաբորատորիա ունենալու հարցն է։ Ես դա փորձելու եմ անեմ, թեկուզ մի քանի տարի տևի, պետքա այդ դպրոց ասվածը ես ունենամ իմ կրթական անձամբ համայնքի անունով, որպեսզի մեզ ոչ մեկ չկարողանա խանգարի։ Այդ նպատակն է հիմա, որ ես ուզում եմ գնամ, ու եթե մեր Սփյուռքի հայրենակիցները կկարողանան այդ հարցերով օգտակար լինեն, որևէ ֆոնդեր,
որևէ կազմակերպություններ, ով այդ հարցը կկարողանան լուծել, ինձ անձամբ գումար ուղարկելու կարիք չկա։ Ինձ այդ տարածքն է պետք ու մենք պետքա փորձենք ինչ որ մի ձև այդ հարցը լուծենք։ Եթե կան ցանկություն ունեցող մարդիկ, ովքեր ունեն որևէ սարքավորումներ, որը իրանց անհրաժեշտ չի ու կարա օգտակար լինի մեր կրթական process-ի համար, երեխաներ կրթելու, մեծեր կրթելու, թռիչքների ժամանակ ոնց որ մարզվելու, կոտրելու, որ այդ կոտրելու հաշվին մարդիկ սովորեն, շատ ուրախ կլինեմ, եթե նմանատիպ սարքավորումները, որը իհարկե, եթե ձեզ անհրաժեշտ չի, օգտագործեք փոխանցեք մեզ մեր կրթական ծրագրերի մեջ օգտագործելու համար։ Ու արդեն երրորդը ամենակարևորը, ուղղակի որ գաք Հայաստան, միասին ծանոթանանք, կապի մեջ լինենք, օգտագործենք ձեր կապերը, ավելի ճիշտ մարդկանց, ոնց որ ավելի շատ հնարավորինս պրոֆեսիոնալ մասնագետներ հետ շփվելու, իրանցից ավելի շատ բան սովորելու, կապերը ստեղծելու այդ առումով։ Այսինքն, եթե ես նշեմ որևէ հաշվեհամար ու խնդրեմ փոխանցեն, այդ տարբերակով ես չի ուզենա ու ոնց որ ես ուղղակի ասացի այն խնդիրները ու այն ճանապարհը, որով որ ես գնալու եմ ու ուզում եմ անպայման, որ մեր մոտ այդ կրթական սպորտային միջավայրը զարգանա ու պատանիները իմանան այս ամեն ինչի համար են սովորում ու իրանց գիտելիքները կարելի լինի կիրառել։ Յուրաքանչյուր աշխատանք կարող ենք թիմով անել, եթե դրա առաջարկը անգամ կլինի ու այդ նախաձեռնության մասով կունենանք աջակիցներ։ Հենց որ այսքան է երևի ասեմ։ Եղավ, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք լայք ու կիսվեք, որպեսզի առավել մեծ քանակությամբ մարդիկ կարողանան ծանոթանալ եւ իհարկե շատ հետաքրքիր տեղեկություններ քաղել մեր YouTube-յան հաղորդումներից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայկին այս գեղեցիկ շատ առանձնահատուկ ուրեմն հարցազրույցի համար եւ այս հիմնախնդիրները բարձրացնելու համար եւ Աստված մեծ պահապան, թող Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր ազգին եւ մեծ պահապան լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։